Պարոն Դանիելյան, այս տարի նոր տեղեկություններ են ստացվում մասնավորապես, որ խոզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ինչպես նաև Աբովյանի, Հրազդանի, Նոյեմբերյանի ղեկավարների բնակարաններում։ Ձեզ ինչ տեղեկություններ են հայտնի, ինչի համար են այս ամենը արվում։ Դե պահչի ինչի համար են արվում, մարդը թուղթ հրապարակեց, ինչ-որ չգիտեմ, թղթի կտոր հրապարակեց, ինչ-որ աբսուրդ բաներ են ասում։ Եվ դրա շրջանակներում հանձնարարություն է ստացվել ուժային կառույցներին, որ խոզարկություններ անեն եւ եթե մի քանի օր առաջ մարդկանց տանում էին քննչական բաժանմունք տանում ոստիկանություն ավելի շուտ, հիմա արդեն մեր տեղեկություններով օրինակ Վարազդատին տարել ԱԱԾ մնացածի մասով այս պահին ինֆորմացիա չունենք, ռեպրեսիաների հերթական փուլն է, այս անգամ կարծում եմ, որ ավելի մասշտաբները մեծ են ու ընդգրկված է ուժային բոլոր կառույցը, ոստիկանություն, ԱԱԾ, քննչական բաժանմունք, քննչական կոմիտեն, այսինքն կարծեք թե տրամադրություն կա, որ այդ մարդկանց տանեն ԱԱԾ հետագայում նաև որոշակի գործեր կարվեն։ Ծանրագույն հոդվածի մասին ենք ըստ էության խոսում, չէ՞։ Ում կողմից ծանրագույն։ Իրենց կողմից այդ ծանրագույն մարդիկ բնականon առանց որևէ մի օրենք խախտելու, առանց որևէ մի, չգիտեմ, կետ խախտելու, անցած անգամ մոտավորապես մոտ թվերը, որովհետև ամեն անգամ թարմացվում են տեղեկությունները, մի 5 տասնյակից ավել մարդկանց տարել էին ոստիկանական բաժանմունքներ։ Այդ ոստիկանական բաժանմունքներ տանելուց հետո, քննչական գործողություններ կատարելուց հետո որևէ մեկի կողմից խախտում արձանագրված չէ, այսինքն սրբազան պայքարի աջակիցներից թե ՀՅԴ ղեկավար կառույցի անդամներից որևէ մեկի կողմից հակաօրինական գործողություններ չեն կատարվել։ Պարոն Դանիելյան, ձեր կարծիքով ինչից է այս պահին իշխանությունը ահավեկված, եթե հաշվի առնենք եւ Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ գրառումները եւ իրավապահ համակարգի այս գործողությունները։ Հայ ժողովրդից վախենում է այս մարդը։ Ումից պիտի, ասենք, ես չեմ հասկանում։ Մի գործընթաց է գնում տերորի, բռնությունների, որը որ անկախ Հայաստանի Հանրապետության մեջ աննախադեպ է։ Մարդկանց տնել մտնել, ասեն որևէ անգամ տանեն ոստիկանություն, ԱԱԾ, սա ինչի մասին է խոսում։ 37 թիվն է, էլի։ 37 թիվն է եւ մարդը հիստերիկ էլի նոպաների մեջ հերթական SMS հաղորդագրությունն է ուղարկել, որ գնացեք ամեն գնով փորձեք ինչ որ մի բան գտնել, հիմա կարող եմ այս տնից մի հատ կետչուպ գտնեն, ասեն դա ուրեմն բանա նպաստել է, որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացվի կամ չգիտեմ ուրիշ մի տան իր կամ պարագա կամ ծխամորճ ինչ որ մի բան գտնեն, դրա վրա փորձեն անհիմն աբսուրդ ինչ որ մի բան կառուցեն կամ ինչ որ մի հատ գործ հարուցեն։ Պարզաբար որևէ բան չկա։ Լիներ այս ամիսների տարիների ընթացքում հաստատ իրենք պահաբաց չեն թողնի։ Ես նորից եմ կրկնում, ես կասկած անգամ չունեմ, որ սա հստակ ուղղորդված, պլանավորված եւ ամենաիշխանական վերին օղակներով պլանավորված գործ է եւ իրենց գրառումները եւ իրենց չգիտեմ A4 ֆորմատի վրա այդ ճղճի մեծ մի քանի նախադասությունը կարան հիմք հանդիսացնեն, որպեսզի ռեպրեսիաների նոր փուլ սկսեն։ Բագրատ Սրբազանի հետ խոսել եք, Ոչ, ներսում ոչ մեկի հետ չեն կարողանում խոսանք, ես եւ իմ գործընկեր Հայկ Մամիջանյանը փորձել ենք ներս մտնենք, թույլ չեն տվել։ Ասենք ազգային ժողովի падգամավոր ենք ի վերջո եւ մարդիկ ներսն են եւ մենք առնվազը ներսում լինենք, որպեսզի տեսնենք, եթե քննչական գործողություններ են իրականացվում,
Մենք էլ ենք ուզում տեսնենք, այդ ինչ քննչական գործողություններ են իրականացնում, ինչ արվում ի վերջո։ Պարոն Դանիելյան, մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել թիմակիցներին, որ պատրաստվում են, որովհետև հոգևորականների վրա իրենք հավաքել են դոսիեներ, որոնք կհրապարակեն։ Մենք սպասենք այդպիսի մի լարված իրավիճակի եւս հոգևորականների հետ կապված։ Դուք երեք տեսաք իր գրառումը։ Ես Մեկը ասենք նա ճիշտ եք ասում, ամեն 10 րոպեն անհետ աբսուրդ բաներ գրելով մարդը հստակ ասում է, որ ես չեմ հանդուրժելու Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի եւ նաեւ հետ չի կանգնում իր այդ մարազմատիկ հիմար այդ կպչուն մտքից, որ քանդելու, ավիրելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այն մարդիկ էլ որ կանգնում են ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, այդ մարդը համարում է օրենքից դուրս։ Ով որ կփորձի պաշտպանի, հայտարարություն անի, աջակցության գրառում անի, այս մարդը ասում է ես հաս չեմ այդ ամեն ինչի հետ եւ Հայաստանում պետք է դիրի բռնապետություն։ Ես օգտվելով առիթից նաեւ ուզում եմ կոչ անել բոլոր են իրավապաշտպան կներեք կազմակերպություններին, մարդու իրավունքներով զբաղվող ուր եք, որտեղ եք, այս ամեն ինչի հետ դուք հաշտեք, նորմալ է այս ամեն ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Նույնն է նաև Եվրոմիության դեսպանին, նույնն է այլ ուրեմն երկրների դեսպանատներին։ Սա տոտալ բռնապետական ռեժիմին բնորոշ վարքագիծ է եւ պետքա սրա մասին կարծիք հայտնել, տեսակետ հայտնել եւ ի վերջո այս իշխանություններին իրենց տեղը ցույց տալ։ Հերիք եղավ, բոլ եղավ արդեն։